Այսօր խոսալու եմ անհոգ հանգստության մասին, թե ինչով կարող է անհոգ հանգստությունը ազդել մեր աղոթքի կյանքի վրա, իր ազդեցություն կարող է ունենալ, երբ նայում ենք մարդիկ վաղ հասակից, երբ սկսում են ընկալել այս աշխարհը, արդեն հասնում են մակարդակին, նրանք մտածում են, թե ինչ պետք է անեն, ուր պետք է գնան, եւ իրենց համար նպատակ երազանք են ունենում եւ ամեն բան անում են իրենց նպատակին հասնելու համար։ Մենք վերստին ծնվելով եւ մեր կյանքերը տալիս ենք Աստծուն, ինչ որ նպատակներ ենք ունենում, ինչ որ ուղղվածություններ, որ դրա մեջ լինենք, ինչպես կազմակերպենք մեր հոգեվոր կյանքը։ Երբ նայենք մարզիկների կյանքը, կտեսնենք, որ մարզիկները նպատակ ունեն հասնելու մրցանակին։ Դրա համար նրանք իրենց ջանքը չեն խնայում գործելու, քրտնաջան աշխատում են, մարզվում են հասնելու մրցանակի։ Ու երբ որ նրանք հասնում են մրցանակին, գալիս է մի ընթացք, որ թմբության ու հանգստության մի վիճակ է գալի, ու նրանք սկսում են չմարզվել։ Այսպես ասած, մեկ անգամ հաղթող լինելը ավելի հեշտ է, քան դրա մեջ հաստատ մնալը։ Երբ սկսում ես հաղթող լինել, ինքդ քո մեջ այդ գաղափարը գալիս է, որ դու հաղթող ես ու սկսում ես չպարապես, սկսում ես թուլանալ ու հետագայում դու պարտվում ես։ Ամեն բան անում ենք նրանով լսվելու համար։ Մենք մեր աղոթքի կյանքում չպետք է բավարարվենք։ Այնինչ անում ենք չպետք է լինի սովորական մեր աղոթքի կյանքում։ Մենք մեր անձերը սովորեցնում ենք աղոթք անելուն ու որոշ ժամանակ անց երբ հարմարվում ենք, արդեն սովորական դառնում է ամեն ինչը մեր համար, սովորում ենք առանց Աստծո աղոթելու։ Ավելին ձգտելու այդ փափակը կորում է մեր մեջ։ Մնում է միայն լոկ խոսքերը։ Մեր սրտում ինչ որ արտասովոր հանգստություն է լինում, անտարբերություն է լինում։ Միշտեր Աստված մեզնից ավելին է ուզում։ Աստված միշտ ավելի փափագողին է տալիս։ Աղոթքի պարագայում հարմարավետ վիճակը անտարբերությունը հանգեցնում է մեխանիկական աշխատանքի, դառնում է ընդհանրապես լոկ մեխանիկական աշխատանք։ Կարող ենք դիտարկել երկու միտք, երբ գիտենք, որ պետք է ինչ-որ բան անենք, անում ենք, հասնում ենք եւ բավարարվում ենք, եւ գիտենք, որ ինչ-որ բան պետք է անենք եւ չենք անում, անտարբեր ենք, անհոգ ենք դրա նկատմամբ։ Նույնը աղոթքի պարագայում չեն կարող անենք, որտեղ հաջողություն չենք ունենա։ Սակայն Աստված մեզանից ավելին է ուզում, չկա մի այնպիսի չափանիշ, այնպիսի մակարդակ, որ հասնենք եւ բավարար լինի։ Եկեք արդեն Եզեկիել 16:49 ասում է. ահա քո քրոջ Սոդոմի անօրենությունը այս էր, անիկա իր աղջիկներով հպարտություն, հասիկ կուշտություն ու անհոգ հանգստություն ունեցավ, եւ աղքատին ու տնանքի ձեռը չուժովցուց։ Հասկանում ենք, որ գիտենք, որ մենք կարող ենք աղոթքով մեծ բաներ փոխենք, իրավիճակների փոխենք, սակայն գալիս է մի իրավիճակ, ժամանակներ, երբ մենք լսելով տարբեր բաներ, տարբեր իրավիճակներ չենք աղոթում, անտարբեր ենք լինում։ Գիտենք, որ կարող ենք աղոթքով մեկին զորացնել ու անտարբեր ես։ Հին կտակարանում Իսրայել ժողովուրդը երբ գնում էր ժառանգելու Աստծո կողմից խոստացված երկիրը, Հեսու գրքի 18 գլխի 3-րդ համարում այսպիսի մի բան է գրված. Եվ Հեսուն Իսրայելի որդիներին ասաց. մինչև երբ անհոգություն պիտի ունեք ու պիտի չերթաք ժառանգելու այն երկիրը, որ ձեր հայրերի Տեր Աստվածը ձեզի տվավ։ Այսինքն նրանք անհոգ եղան, նրանք սկզբից Աստծո ճանապարհի մեջ էին գնում են, բայց հասան մի տեղ, այսպես ասած կերան այդ երկի պտուղը եւ չուզեցին ավելի շարունակեն, անհոգ եղան Աստծո գործը լիովին կատարելու համար։ Առաջին Տիմոթեոս 4:14-ը կարդանք.
Անհոգ մի լար քո վրա եղած պարգևի վրա, որ մաքրությամբ քեզի տրվեցավ, երեսներու ձեռքը քո վրա դրվելով է։ Իսկ երկրորդ մնացորդաց 29:11-ում գրված է. Արդ որդյակիմ անհոգություն մի ունեք, վասնզի Տերը ձեզ ընտրեց, որպեսզի իրեն ծառայություն ունենալու համար իր առջև կայնիք, իրեն սպասավորները լավ կուխունք ծխեք։ Եթե Աստվածաշունչը մի բանի մասին խոսում է, զգուշացնում է, նշանակում է դրա վտանգը կա։ Մարդիկ այդտեղ կարող են չհաջողվել։ Դրա համար պետք է մենք արթուն լինենք եւ զարթուն լինենք, որպեսզի կարողանանք աստվածավայել կյանք ապրել։ Չբավարարվենք նրանով, ինչին որ հասել ենք։ Եվ գնալով աղոթքի մեջ աճենք։ Շատ ծառայություններ կան, բայց միակը, որ բոլորի համար կա, աղոթքն է։ Աղոթքը բոլորիս համար է։ Չբավարարվենք այն աղոթքի կյանքով, որով հասել ենք։ Անտարբեր անհոգ չլինենք, որը մեզ տանում է սոդոմական մեղքի։ Կգա ժամանակ, երբ անտարբեր լինենք, որ մեր անձերը կսովորեն աղոթք անելուն առանց Աստծո։ Եթե առանց հոգի աղոթենք, մեր շուրթերը կտանեն Աստծուն հեռանալու։ Կդառնա ընդամենը մեխանիկական աշխատանք։ Եկեք փափակով եւ ծարավով մոտենանք Աստծուն։ Արթուն եւ զարթուն ձևով փնտրենք, հոգով գործենք, հոգով քայլենք։ Եկեք կարդանք առաջին Պետրոս 4:7-ը։ Սակայն ամեն բանի վախճանը մոտեցել է, ուստի զգաց եղեք ու աղոթքի մեջ արթուն կեցեք։ Այսօր իմ խոսքը սրա մասին է, որ արթուն լինենք, անհոգ չլինենք, անտարբեր չլինենք նրա մեջ ինչի որ կան։ Անտարբեր չլինենք աղոթքի կյանք չունենալու համար եւ անտարբեր չլինենք այդ աղոթքի կյանքը, որին հասել ենք, դա մեջ բավարարված չլինենք։